Երբ է աշխարհը դադարում լինել հայելի։ Կա մի վիճակ, որի մեջ հնարավոր չէ մտնել առանց ջանքեր թափելու։ Դրան չեն հասնում, դրան չեն ստեղծում։ Ուղղակի մի օր սկսում ես ճանաչել։ Կարծես մի պահ դադարում ես քեզ փնտրել դրսում։ Դու ուղղակի կաս, գոյություն ունես։ Մի ժամանակ աշխարհը քեզ համար հայելի էր։ Դու նայում ես մարդկանց ու նրանց մեջ գտնում ես ինքդ քեզ։ Նրանց հայացքներում, նրանց արձագանքներում, նրանց սիրո մեջ եւ այլն։ Յուրաքանչյուր հանդիպում կարծես պատասխան էր տալիս. ով ես դու, որքան կարևոր ես, ընդհանրապես կաս թե ոչ։ Ու թվում էր, թե հենց սա է կյանքը, բայց իրականում դա քեզ անընդհատ հավաքելն էր դրսից դեպի ներս։ Կար ես, կար աշխարհ ու դրանց միջև մի նուրբ լարում տես ինձ։ Հաստատիր ինձ, թող ես գամ, որ ես կամ։ Ու ուշադրությունդ միշտ գնում էր այնտեղ, որտեղ կարող էիր քեզ զգալ ընդունման մեջ, մերժման մեջ, կարևոր լինելու մեջ, կորստի մեջ։ Ու աշխարհը արձագանքում էր, կարծես հարմարվում էր քեզ, արտացոլում էր այն ամենը, ինչից դու կարճած էիր։ Հետո ոչ մի առանձնահատուկ բան չի լինում, պարզապես ներսում ինչ-որ մի բան դադարում ես բռնել, բաց ես թողում։ Քո մասին պատկերացումը հալվում է, կարևոր լինելը մեղմանում է, ինչ-որ մեկը լինելու կարիքը սկսում է անհետանալ ու հանկարծ նկատում ես։ Աշխարհը այլևս քեզ չի արտացոլում։ Մարդիկ այլևս չեն ասում ով ես դու։ Իրավիճակները քեզ չեն բարձրացնում ու չեն քանդում։ Դեպքերը քեզ չեն դիպչում առաջվա պես։ Ու կարծես հայելին անհետացել է, բայց աշխարհն իր տեղում է։ Պարզապես դու այլևս քեզ չես փնտրում նրա մեջ։ Այլևս չկա այն կենտրոնը, որը սպասում էր արձագանքի հաստատման, արտացոլման, եւ հայացքդ դառնում է ուղիղ, ավելի հանգիստ, ավելի կենդանի, առանց պատմությունների, առանց մեկնաբանությունների, առանց ասելու, որ սա իմն է, իմ մասին է։ Դու նայում ես ու ուղղակի տեսնում ես մարդկանց հենց այնպիսին, ինչպիսին որ կան։ Դեպքերը ինչպես որ լինում են, ու կյանքը առանց անձնական սյուժեի։ Չկա էլ իմ հետ, իմ համար, իմ մասին, կա միայն գոյություն ունի։ Կա միայն այն, ինչ կա։ Ու էներգիան սկսում է վերադառնալ, այն այլևս չի ծախսում քեզ պահելու, քեզ պաշտպանելու, քեզ ապացուցելու վրա։ Դառնում է հետևի ֆոն, փափուկ, ջերմ, կենտանի, ու ներսում հայտնվում է մի շատ թեթև գրեթե աննկատ ուրախություն առանց պատճառի։ Ու դու շարունակում ես ապրել, խոսել, շարժվել, գործել, բայց ներսում չկա մեկը, որ ասում է ես եմ անում։ Կա շարժում, կա շունչ, կա կյանք, ու ամենանուրբը, նույնիսկ միտքը, ես այլևս հայելու մեջ չեմ, դա էլ է նոր հայելի։ Դրա համար վերջ չկա, կա միայն ավելի ու ավելի նուրբ նկատում, որտեղ դեռ կա սպասում, որտեղ դեռ կա կարճվածություն, որտեղ դեռ կա մեկը, ով ուզում է երևալ։ Ու ամեն նման նկատառումով աշխարհը դառնում է ավելի թափանցիկ, ավելի լուռ, ավելի խոր ու ավելի այնպիսին, ինչպիսին որ կա։